Դու Հիսուս Քրիստոսի զինվորն ես, և սատանան ամեն կերպ փորձելու է քեզ պարտության մատնել։ Նա հարձակվելու է քեզ վրա, նախապելու է քեզ, ծուղակներ, որոգայթներ է պատրաստելու քո դեմ, տարբեր կողմերից թունավոր նետեր է ուղղելու քեզ վրա, որպեսզի քեզ թուլացնի, որ դու ընկնես ու այլևս չբարձրանաս։ Եվ գիտես, դա նորմալ է, որովհետև դու Հիսուս Քրիստոսի զինվորն ես, դու Հիսուս Քրիստոսի զավակն ես, դու Հիսուս Քրիստոսի լույսն ես քո մեջ կրում։ Զինվորի կյանքը չի կարող մշտապես հանգիստ և կոմֆորտ լինել, այսպես ասած, հարմարավետության մեջ հոգևոր մենք չենք կարող լինել։ Զինվորը կռվի մեջ է, պայքարի մեջ է, երբեմն ընկնում է, թուլանում է և ապա ոտքի է կանգնում։ Երբ ընկնում ես, խեղճանում, կուչ ես գալիս, հիշիր, որ դու զինվոր ես և մի պատկերացրու քեզ որպես խեղճ, զոհ, ում վրա անվերջ և անարդարացի հարձակումներ են լինում։ Դրանով դու քեզ ավելի կխեղճացնես և ավելի կթուլանաս։ Ամեն անգամ, երբ չարի հարձակումներն են քո վրա գալիս, երբ ծուղակներ են պատրաստվում քո համար և դու միգուցե ընկնում ես այդ ծուղակները և միգուցե չարի նետերն են քեզ հարվածում, քեզ չպատկերացնես որպես զոհ։ Դա մեծ սխալ կլինի, որովհետև լինում են պահեր, որ մենք այնքան ենք խեղճանում և մեր մեջ փակվում, որ հաջորդ փուլը, այսպես ասեմ, որ պիտի վրա հասնի մեր այդ վիճակում, դա զոհի կարգավիճակն է, որի մեջ մենք կարող ենք մեզ դնել։ Թույլ չտաս դու քեզ, որ հանկարծ քեզ զգաս զոհ։ Դա կլինի մեծագույն սխալ, եթե դու քեզ պատկերացնես զոհի դերում, որովհետև երբ մարդը կյանքի ցանկացած իրավիճակում իրեն զոհ է համարում, այդտեղ արդեն չարը հաղթում է և սկսում է գործել այդ մարդու կյանքում։ Զոհի դեր, զոհի հոգեբանություն մարդուն միշտ ներշնչում է չարը, սատանան։ Թույլ չտաք ինքներդ ձեզ, որ ինչքան էլ որ հարվածները շատ լինեն, ինչքան էլ որ դուք մենակ լինեք, մենակ զգաք ձեզ, թույլ չտաք ինքներդ ձեզ, որ ձեզ պատկերացնեք զոհ։ Եթե ընկել ես և չես կարողանում ուժ հավաքել քո մեջ ու ոտքի կանգնել, դու քեզ հիշեցրու, դու քեզ ասա. մի րոպե, ես զոհ չեմ, ես զինվոր եմ։ Ես մարտի դաշտում եմ և կռվում եմ Հիսուս Քրիստոսի անվան համար։ Այսինքն, ես կռվում եմ Հիսուսի համար, սիրո, ճշմարտության, լույսի և կյանքի համար։ Որ է Աստված, Տեր Հիսուսը, որովհետև Տեր Հիսուսն է սերը, ճշմարտությունը, լույսը և կյանքը, և դու կռվում ես, պայքարում ես, որ այդ ամենը ունենաս, որ այդ ամենի մեջ լինես, և հիշեցրու քեզ, որ դու պայքարում ես ոչ միայն քո փրկության համար, ինքդ քեզ ասա, ես պայքարում եմ ոչ միայն իմ փրկության, այլև Տիրոջս մյուս զավակների փրկության համար, այնպես որ նորմալ է, որ մենք ընկնում ենք, մեր վրա գալիս են չարի հարվածները, նորմալ է, որ մենք ընկնում ենք, և չարի հարվածներն էլ, նրա ծուղակներն էլ Աստված շատ քիչ մասով է թույլ տալիս, որ մենք մեր վրա զգանք, Աստված մեզ պաշտպանում է, այնպես որ ընկնել կա, բայց և բարձրանալ ու ոտքի կանգնել կա և շարունակել պայքարդ։ Երբ դու հոգևոր աչքերով կնայես քեզ որպես Հիսուսի զինվոր, ով պայքարի մեջ է, դու կհասկանաս, որ նորմալ է այն, ինչ կատարվում է քեզ հետ և կընդունես հոգևոր իրականությունը, որտեղ դու պայքարող ես և նորից կշարունակես քո մարտը, քո պայքարը։ Կան քրիստոնյաներ, ում դուր չի գա այս միտքը, որ իրական քրիստոնյա լինելով մենք զինվոր ենք և մշտապես պայքարի մեջ ենք, որովհետև կան այնպիսի քրիստոնյաներ, ովքեր ուզում են ապրել միայն Աստծու օրհնության մեջ, մշտապես կոմֆորտի մեջ զգալով իրենց, և նրանց դուր չի գալիս այդ պայքարի կռվի միտքը, նրանք կարող են ինձ օրինակ հակառակվել, հակադարձել, ասել ինչ մարտի դաշտ, ինչ կռիվ, ես ինչ բաներ ես խոսում, ես ինչ անհանգստացնող, ինչ որ լարվածություն առաջացնող բաներ ես խոսում,
Մենք մեր Աստծու օրհնության եւ խաղաղության մեջ ենք եւ այդպես պետք է ապրենք կոմֆորտի մեջ, միայն օրհնություն ստանալու։ Հենց հիմա ես հիշեցի մի խոսք Հոբի գրքից, հիշում եք, որ Հոբը ասում է, ինչու պետք է ընդունեմ միայն Տիրոջ բարությունը եւ չարությունը չընդունեմ։ Այսինքն, երբ Աստված օրհնում է մեզ, բարիքներ է տալիս, ներում է, շնորհում է, ողորմում է, դա ընդունենք ուրախ։ Հենց դժվարություն է, հենց բարկություն է, կամ հենց պայքար է, կռիվ է, պետք է քայլենք դժվար ճամփեքով, չընդունենք, սկսենք նեղվել։ Իհարկե ոչ, Հիսուսի իրական զավակը պիտի հասկանա, որ իր կյանքը դա պայքար է։ Եվ սատանան ամեն կերպ փորձելու է մեզ ջախջախել, ուղղակի ջախջախել եւ հեռացնել մեր Տեր Աստծուց։ Բայց այդպիսի քրիստոնյաներ կան, որ ուզում են այդպես միայն օրհնության մեջ լինեն եւ կոմֆորտ, հարմարավետ կյանքով ապրել, թե ֆիզիկական, թե հոգեվոր։ Ես չեմ ասում կոմֆորտ կամ հարմարավետ կյանքը լավ չի։ Դա էլ է Աստծո օրհնությունն է մեզ, Աստված մեզ շատ առատ է տալիս իր օրհնությունները եւ իր բարիքները եւ օրինակ իմ կյանքում Աստված ինձ ինչ որ տալիս է, ես արժանի չեմ։ Աստված ինձ այնքան ավելիով է տալիս իմ ամեն օրվա կյանքի մեջ բարիքներ, օրհնություններ, որ ես ընդհանրապես ոչ մի կերպ արժանի չեմ այդ ամենին, բայց ես արժանի չեմ, բայց իմ Տերն է ողորմած եւ առատ է, առատաձեռն է, նա ավելիով է տալիս մեզ։ Այսինքն ես չեմ ասում լավ չի կոմֆորտը, բայց եթե դու իրական Հիսուս Քրիստոսի զավակ ես, դու դառնում ես Հիսուս Քրիստոսի զինվորը, դու ընդունում ես եւ գոհանում ես, ուրախանում ես, որ դու Տիրոջ զինվորն ես, եւ իրական քրիստոնյան ոչ թե իր կոմֆորտը պիտի փնտրի, այլ Աստծու կամքը պիտի փնտրի, եւ Աստծու կամքը կատարելը կարող է պատճառել անհարմարավետություն, դժվարություն, սակայն Աստծու իրական զավակը միևնույն է, ընտրելու է իր Տիրոջ կամքը եւ ուրախանալու է ու գոհանալու է, որ իր կյանքում գործում է ամենակարող Արարչի կամքը եւ դա վեր է ու թանկ է այն կյանքի բոլոր կոմֆորտներից եւ հարմարավետություններից եւ վայելքներից եւ այլն։ Յուրաքանչյուրս, որ պատկանում ենք մեր Տեր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նրա զինվորն ենք։ Ուղղակի ամեն մեկիս Սուրբ Հոգին օգտագործում է այնպես, ինչպես ինքն է կամենում, եթե իհարկե մենք հնազանդվում ենք նրա կամքին։ Մեր Տերը ազատ կամք է մեզ տվել ի սկզբանե եւ նա երբեք մեզ չի ստիպում, չի համոզում, նա թողնում է, որ մենք ընտրենք։ Նա տալիս է ինչ-որ բան եւ մեր կամքն է ընդունել դա թե ոչ եւ թույլ տալ, որ ամբողջովին Տիրոջ կամքը գործի մեր կյանքում, թե մտածենք, չէ, այստեղ արդեն մեզ հարմար չի, այս մասից արդեն իմ կամքով պիտի լինի ամեն ինչ։ Եվ մենք արդեն իսկ հաղթող ենք, որովհետեւ մեր Տերը, մեր Հիսուս Քրիստոսը հաղթել է չարին եւ այդ հաղթանակը հավերժական է։ Եվ մենք լինելով մեր Տիրոջը, նրա մեջ լինելով, նրանը լինելով, արդեն հաղթանակի մեջ ենք։ Այնպես որ Հիսուսի զինվորներ թուլանալ, ընկնել, վնասվել կա, ցավ զգալ, խեղճանալ, հիասթափվել կա, բայց վեր կենալ էլ կա, ոտքի կանգնել, ամրանալ եւ առաջ գնալ էլ կա, դուք եք ընտրում։ Տիրոջ Սուրբ Հոգով մխիթարվեք եւ շարժվեք առաջ։ Մի օր այս ամենը կվերջանա եւ մենք կհանդիպենք մեր կենթանի Աստծուն, մեր Տեր Աստծուն դեմ առ դեմ, ու թող որ նա ժպիտով մեզ իր գիրկը առնի, ժպիտով մեզ դիմավորի ու իր գիրկն առնի։ Եվ դրա համար, այդ հանդիպման համար եւ այն հավերժության համար, որ մենք կարող ենք ապրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, արժի հիմա պայքարել, ապրել, անցնել ամեն տեսակ դժվարությունների միջով։ Փառք քեզ իմ զորավոր, ամենազոր Հայր Աստված, փառք քեզ իմ փրկիչ, իմ Տեր Հիսուս Քրիստոս, որդին Աստծու, փառք քեզ իմ մխիթարիչ Սուրբ Հոգի Աստված, բոլոր փառքերը քոնն են իմ Տեր Աստված, իմ Սուրբ Երրորդություն, փառք քեզ Հավիտյան,
Ամեն